Գառնիում տեղի էր ունեցել ակցիա, բոլորը տեղյակ են երևի թե այդ ակցիային մասնակցում էր նաև մեր գողթ համայնքի մի զգալի մասը, ովքեր բարձրացրել էին Գեղարդալճի ինքնազոռոգման համակարգի խնդիրները։ Այդ ժամանակ վարչապետն ասաց, որ ընդհանրապես տեղյակ չէր ծրագրի մասին, ասաց կնշանակենք քննարկումներ տեղեկանալուց հետո այնուհետև կշարժվենք ըստ այդ քննարկումների։ Նույն րոպեին մեր մարզպետ Կարապետ Գուլայանը ասաց, որ շինարարական աշխատանքները կդադարեցվեն եւ երկուշաբթի օրվանից կսկսեն քննարկումներ։ Սակայն շինարարական աշխատանքները ավելի թափ առան երկու անգամ եւ մինչ օրս Գառնի համայնքում գողթ համայնքի բնակիչների կողմից այդ բարձրաձայնած խնդիրները նրանց հետ որևէ մեկը չի քննարկել։ Այդ իսկ պատճառով այժմ մենք փակել ենք ճանապարհը պահանջելով չեղարկել գոյություն ունեցող փաստացի գոյություն ունեցող ծրագիրը, հանել շին հրապարակից շին տեխնիկան դադարեցնել աշխատանքները եւ եթե կան ծրագրեր, որոնց շուրջ պետք է կազմակերպվի քննարկում, թող կան քննարկեն գողթ համայնքի բնակիչների հետ, եթե ոչ, ապա մենք մինչեւ վերջ պահանջելու ենք չեղարկել այդ ծրագիրը։ Մեր լճի հետ գործում են, մեր կողմի հետ գործում են, ջուրը բերում են, ոնց ուզում են տանեն։ Խոսում են, քեզ էլ եմ ուզում հասկացնեմ, հասկանալ երկուսով, որ ես անտեղի յոթ Վերջ, եթե յուղացու գողտեցին ժամվեպի, պաճակ մի դա գողտեցին օգուտ չի, չէ, պագելի է, ես մեր երխեքի համար մի ապագաչի, չի էդ բանը, մենք չենք ուզում, այդ տրագիրն ապագաչի, մի համոզեք մեզ, մի հաստատեք, չենք ուզում։ Դուք որպես ինչ եք այստեղ եկել, որպես բնակիչ, թե որպես հեկերի սեփականատեր, որպես ծրագրի ջատագով։ Ուզում եմ ասեմ, որ ես հանդես եմ գալիս որպես համայնքի բնակիչ եւ ուզում եմ, որ մեր համայնքի բնակիչներին էլ ասեմ, որ մինչև երբ որ կյանքի էր կոչվում ինքնազոռոգման համակարգը, այն ժամանակ ոչ մի գողտը շահեկան վիճակում չէր։ Բայց այս ժողովրդի ամբոստությունից եւ այլ մեր կառավարությունը քայլեր արեց գիլանլար կանալի կառուցման հետ կապված։ Եվ հիմա ես ուզում եմ հասկացնել մեր ժողովրդին էլ, որ մենք ունեցել ենք տարիներ, ես ժամանակ ձեզ եմ ասել, որ ընդհանրապես սակավաջուր տարիների ընթացքում մեր ջրամբարը չի լսվել, երկու գետներ կապել ենք, ողջ վտակնել, կարմիրներ չի լսվել։ Այսինքն միշտ մենք ունեցել ենք ջրի խնդիր։ 7 տարվա մեջ երկու անգամ ենք ունեցել ամբողջությամբ լցված։ Հիմա երբ որ կառուցում են Գիլանլար կանալը, նա տարեկան բերում է մինչև 4-ից 3.5-ից 4 միլիոն խորանարդ մետր ջուր։ Եվ կարողանում ենք ամբարել այդ ամեն ինչը։ Հիմա ծրագրի կյանքի կոչման խնդիրը այն է, որ բարձրացնել, մնացած համայնքներին ջուր տան, բայց չկպնեն մեր 2.5-ին, 2 միլիոն 500,000 ինչքան մենք ունենք, եւ դրանից ավել, եթե կունենանք, ասենք, լսվելուց այդ մնացած ժամանակ ունենանք ջուր, ելի կօգտագործենք, այսինքն համայնքը մենակ շահում, այսինքն 10 տարի եթե անընդհատ շահագործենք, անընդհատ լցվելու է, նոր կանալ է կառուցում, նոր ջրատար է գալիս, Գեղարդա լիճ։ Իսկ եթե չավելանա ջուրը, այսինքն գնալով սակավաջուր տարիներ ենք մենք գրանցում։ Չենք տան, մինչև 2.5-ը չլցվի, կյանքի չի կոչվելու մնացած, այսինքն գողթի 2.5-ը կունենա, նոր մնացածը իրանք կօգտագործեն։ Այդ վստահության վրա զարմացած է մարդկանց որտես դրա վստահություն որ չեն տանի։ Այդ իշխանությունների որ մի առանց այդքան վստահություններ շնչում։ Այ ոնց եք հետ պահելու, եթե տանում են ջուրը օրինակ։ Հիմա դու ինձ հարց տվիր պատասխանը, որովհետև մինչև ջրամբարին կպնելը սարքելու են այդ կանալը։ Բերելու են ջուրը լցնեն, նոր այդ ջրամբարը բարձրացնելու են։ Մենք էլ ուրիշ ինչ խնդիր ունենք։ Բայց տանելուց ջուրը որ տարան։ Ջուրը չափա, ջրա չափա դրվել։ 4 լսի, Տիգրան։ Լսի, մինչև վերջ լսի, ասեցի, ջրա չափա դրվել։ Մենք ունենք 2.5 միլիոն։ Մենք 30 օրում, 100 օրում գնում է այսքան ջուր։ Մեր 2.5-ը 100 օրում թող է 2.5 միլիոն։ Իսկ եթե իրանք էլ ունեն 800,000, 700,000, տանում են, հաշվում են ջրաչափով։ Կաղ ասում է, ես մի ամսում եմ տանում այդ 700,000-ը, թող տանի։ Տանում է 800,000, թող տանի։ Իր ժամկետով ջրաչափերը դրած են, որը բոլորս կարող ենք հաշվել։ Հիմա մի վարքյան ներողություն եմ խնդրում մտածել համար։ Որևիցե մեկի տրամաբանության մեջ կարա տեղավորվի, որ այդ 700-800,000-ով կարան բորոքեն այնքան տարածք, ինչքան տարածք, որ գողթի տարածքը կա, ասենք 500-ն է մեր մոտ բորոքվում 730-ից։
730-ից այդ 180-ը չի ոռոգում փաստացի։ Բայց դրա կարիքը կա որ ոռոգի։ Այսօր չկա 3 տարի հետո դու այգի ես սարքում, Պողոս այգի ես սարքում, ես այգի եմ։ Այգի եմ սարքում 5 տարի հետո մենք ունենանք 730,000, Հիմա եթե 2.5 միլիոնով աղբեր էդի հազիվ ոռոգեն։ Հազիվ մենք չի երիքում։ Մի րոպե, Մենք հիմա մի քայլ ենք անկիրը։ Դրան լրացուցիչ, քանի որ կանալը նորից լցնելու է Գեղարդալիճը ու սլիվա է տալու։ Մոտ 3 միլիոն, լսի։ 3 միլիոն էլ սլիվա է տալու։ Կառավարությունը այդ մետրի վրա նա շագրգռված է նոր ջրամբար կառուցելու մնացած էլի համայնքներին, այդ թվում մեր Գառնի համայնքին ջուր տալու համար։ Չէ, ջուրը թող չլսի մեր գոլը։ Ջուրը հանկարծ մի տարի քիչ է լավ, այդ սլիվը քիչ է լավ, պետք է ջրի վինտիլը բացեն, պետք է գյոլից տանեն, պետք է տանեն, թե չեն տանի։ Որ տարին տարան ախպեր, այդ տարից եղը դարաբոլ ասա չէ։ Մենք մեր 2.5-ի տերն ենք, ընկերը չաթամով պետք է գանք Մարկոս, ոչ չեն տանելու։ Ոչ է ծախսան, Մարկոսյան, գումարաներ դերում կատարե, ոչ չի տանի։ Այդքան գումարներ չեն տանի։ Դրա համար լրացուցիչ վերում Մեր լրացուցիչը թող չմտնի մեր լիճը, նորից խնդրում ենք ձեզ։ 7 տարվա մեջ ես էլ հասկանում եմ։ Ներկայացնում եմ, որ Ողջաբերդ համայնքում, Կամարիս համայնքում, Ջրվեժի դաչաների տարածքում, Հացավանը, Գեղադիրը, բայց այդտեղ առույցի բաժինը միևնույն է, մենք գիտենք որտեղ է այդ հալը։ Որտեղ։ Ու լանջազատին հալող հատվածի այդ հողերը, որ ինչ-որ չգիտեմ ով, այդ ամբողջ տարածքների սեփականատերն է դարը, ու այդ ջրագիծը ի սկզբանե արվում է հատուկ այդ նպատակով։ Այդ եթե մի 20 հեկտար, 30 հեկտար Գեղադիրում կամ Հացավանում ջուր են թողում, դա պրոստը ոնց որ այդ մարդկանց տարածքով ջուր են տրուբա են անցկացնում, այդ մարդկանց ասեմ որ մի բան էլ իրանց են տալ էլի։ Այսինքն իրանց որպես հաղթաթուղթ են օգտագործում այդ տարածքի այդ գյուղերը, որ շեշտում են։ Բայց իրականում իրանց նպատակը լրիվ այլ է։ Իսկ ձեզ մոտ լսումներ անցկացվել է հանրային։ Բացարձակ ոչ մի տիպի հանրային լսում չի եղել։ Եղել ասենք անհատական ինչ-որ տես մոտեցումներ, եղել է ինչ-որ պայմանագիր, որ ստորագրվել է համայնքապետի կողմից, բայց կոնկրետ ասենք լսումներ։ Հանրային լսումներ, որ ժողովուրդը մասսայական տեղեկացված լինի, որպես այդպեսի չի կայացել։ Ջրպետկոմից չեն եկել, չեն Եթե եկել են գյուղապետարանում նստել են փակ դռներ հետևում քննարկել են, վերկացե գնացել են, դա ինչ նշանակում։ Դա հանրային լսում է։ Հանրային լսում կլինեն ժամանակ, որ մասսայական տեսարան, սա է հանրային լսում։ Այ հիմա ջրի հողի մեջ։ Սա դա մենք ջրի մենք ջուր չունենք, մենք կռուսկով ենք թրծում այդ հողը, որ սացիլը խփենք բանը։ Հողի մեջ։ Արդեն հունիս ամիսն է մենք սացիլը դնում ենք չենք կարող։ Դաշտի խոտը արդեն չորանում է, սկսել է չորանալ։ Ջուրը վերցնում ենք, վեդրով կռուսկով որ սացիլը կարողանք չխփենք մեջ։ Առաջին նախագծի մասին ենք խոսում։ Գեղարդալիճ 1-ի մասին ենք խոսում մենք հիմա բոլորս։ Գեղարդալիճ 1-ի դեպքում կատարվում է պատվարի բարձրացում 1 մետր 60 սանտիմետր բարձրությամբ, որը հնարավորություն է տալիս կուտակելու 1 միլիոն ջուր ավել։ Սրա մասին ենք խոսում։ Այս լսումները բոլորը եղել են եւ ծրագիրը անցել է։ Ինչեւ երկրորդ ջրամբարի կառուցումը Ազատի քառաստիճանը, որը հիմա մղում է Ողջաբերդի ջրաբախշիչ կայան, ջրաբախշիչ կայանից ջուրը բաշխվում է ազգային պարկ, Ողջաբերդ, Գեղադիր, Հացավան, չէ՞։ Մինչև երկրորդ ջրամբարի կառուցումը Ազատի քառաստիճանը չի հանվում, որովհետև մարդիկ գիտեն, որպեսզի գողտի ջրին չկպնեն, իրենց ունեցած 700,000 ջուրը ինքնահոսով, այսինքն ծախսը կիսեն, ծախսի մասին է խոսքը, էլեկտրաէներգիայի մասին է խոսքը, կիսեն, իսկ երբ որ կհասնի այն պահը, որ իրանք ջուր չեն ունենա այնտեղ, իրանց ջրի մասին է խոսքը, գողտի ջրի մասին չի խոսքը, կաշխատցնեն Ազատի քառաստիճանը, մինչև որ գողտ 2-ի կառուցումը, գողտ 2-ի կառուցումից հետո, գողտ 2-ը իր մեջ հավաքելու է 3 միլիոն ջրականակ, երբ որ երկրորդ ջրամբարը ավարտվում է, այդ դեպքում ինչա տեղի ունենում, առաջի ջրամբարը գողտ 1-ի ջրամբարում եղած ջուրը, մնում է գողտին իր 700,000 ավել այսօրվա 2-4 միլիոնից ավել ջրականակով եւ 3 միլիոն ջրականակը, որը գողտ 2-ը արդեն տեղափոխվում է, արդեն այդ ժամանակ դա դուրս է գալու Ազատի քառաստիճանը լրիվ էներգետիկ համակարգից, տեղափոխվում է մնացած ազգային պարկ, Հացավան, Գեղադիր, Ողջաբերդ ջուղերի համար։ Այս մեր գողտի ժողովուրդը կոտրվել է ջրից։ Մեր գյոլի ջուրը պետք է տանեն իրակ ջրին։ Մեր գյոլի մեջ ջուր չի մնալու։ Գյուղացիքը լրիվ կոտրվելու են։
600 տնտեսություն։ 600 տնտեսություն, ամեն մարդը հողամասա սարքե, փոքր ծառներ ա դրել։ Ես ես մի հատ արստամ, կարելի է։ Կարելի է հաշտում։ Մեր խնդիրը գեղարդալ իշն է, թե ինչն է։ Մեր խնդիրը մեր գեղարդալիչն է, որ չկպնել։ Մեր ջրի, մեր լճի Չէ, պետք է մեզի, թոթրի մեկ օպերատո տորեն։ Իդես այդ դեպքում պետությունը չի արցնում, քեզ պետք է թե չէ։ Ինչ պետություն։ Պետություն չկա, ինչ պետություն։ Դե հիմա փաստորեն կա, հեսա պետություն կա, բայց պետություն կա, բայց եղեք հանդում ա։ մեզի հմի չի լսում պետությունը։ Դե վալա պետություն կա, թող այս հարցին լուծում տա։ Բա պետություն կա, որ ճյուղը քանդում ա։ Բա պետությունը ինչ, հնչի ջուրը պերիմետրի մեկով Մենք տտանը։ ելեն հենց ենք անում, որ սարքեն։ Ինչ սարք է։ ուզում են։ Հերիքա, այդ միջը մեզ հերիքա լիքը լծեք։ Լիքը լցենք, հերիքայի։ Լիքը չի, հելա դու մեջի տիղմ են, Գեր Հակոբյան, հանդեսը դե ջուր կա։ Դա մեզ ձեռնատու չի, կանալը մտնի մեր լիճը, կանալը առանցին թող տանե։ Մեր միակ պահանջը դա է։ Մեր լիճը թող մնա, մենք ոնց կլստենք, իշքան գերիքի մեզ, հերիքա։ Մենք չենք ուզում մեր ես ծալկուն ջուղը չորացնենք, մի հատ օլիգարխ եկե հացավան է, էնել պարծիկ, հողա տարածկա վերժե, այդ չուր ուզում ատանե հազարավոր հեկտարներ որոքի, անապատը կանաչացնի, մեր ծալկուն ջուղը չորացնի։ Իեն եկե ես կնանիքը, գոր չունեն իրաստների, գոր չունեն, ամեն մեկի երեխեն սպասում ես ժողորդի, այդ կուրիկ ջան, դու իմացի, որ է ժողորդը, չաչարակով տես ես պնարմատները, որ նստել են սարևի տակ, խեն նստե, ինչ համար, իրակ յուղի համար,